Տերը օրհնի բոլորիդ, իրականում Աստծո ներկայությունը փառավոր ձևով էստեղ է, ամեն։ Դա զգացվում է արդեն մեր փորձի ժամանակ։ Երբ որ մենք պարզապես չասեմ, կարող եմ մի քիչ բառը հասարակ թվա, մենք կանգնեցինք աղոթքի եւ հասկացանք, որ մենք ուղղակի արդեն սկսել ենք ծառայությունը։ Երկրպագեցինք ու Տիրոջ փառավոր ներկայությունը արդեն կար, փառք ես Տեր։ Փառք ես մեր հրաշալի խմբի համար։ Չէ՞ ես մեզ գովեմ։ Ես օրհնված եմ իրենցով, որովհետև ինչ որ ենք մենք Տիրոջ շնորհքով ենք։ Ինչպես ասում է Պողոս առաքյալը, ամեն, որովհետև ասում է ամեն բարի տուրք մեր երկնային հորից է դրվում մեր ներսում։ Ամեն։ Փառք Աստծուն այսօրվա համար եւ այս հնարավորության համար, որ Սարգիս եղբայրը մեզ միշտ տալիս է խոսելու այստեղից եւ բաժնեկցելու ձեզ հետ այն ինչ որ լինում է մեր սրտերի մեջ։ Եվ փառք Աստծուն բոլոր պատգամախոսների համար, ովքեր կանգնում են այստեղ կապ չունի թե 5 շաբթի օրերը, թե Կիրակի օրերը, եւ ես սրտանց ուզում եմ Աստծուն փառաբանել նաեւ այն պատգամախոսների համար, ովքեր կկանգնեն այստեղից խոսելու Տիրոջ խոսքը, որոնց դեռ մենք չենք տեսնում, բայց այդպիսիները կան։ Ամեն։ Ալելույա, ամեն։ Դեռ մոտ կլինի երևի մի քանի ամիս առաջ էր, որ այստեղ 5 շաբթի օրվա ծառայության ժամանակ իմ ներսում Տիրոջից մի խոսք եղավ պատգամի ժամանակ, երբ որ Սարգիս եղբայրը պարզապես կարդում էր Պետրոս Առաքյալի առաջին թղթի ողջույնի մասը, ողջույնի, եւ ներսումս ես արագ այսպես սղագրեցի, որպեսզի այդ միտքը չկորցնեմ։ Այն էր, որ ժամանակին, այսինքն այս ժամանակակից 20-21-րդ դարերը վերցնենք, մենք որպես եկեղեցի եւ որպես մարդիկ կանգնում ենք այս դարաշրջանի մարտահրավերի առաջ։ Եվ որն է դա, իմ ներսում այն էր, որ դա նյութական քրիստոնեությունն է, այսինքն ավելի բաց են հակագծերը, երբ որ մենք որպես Աստծո ժողովուրդ չեմ խոսում դրսինների մասին, կամա թե ակամա ելնելով կյանքի խնդիրներից, դժվարություններից եւ խնդիրներից, դառնում ենք ավելի շատ նյութականի վրա կենտրոնացող, խնդրում եմ ոչ մեկ թող չվիրավորվի, ես էլ ձեզ հետ, որովհետեւ այն ինչ որ մենք առնում ենք Աստծուց, առաջինը մեզ համար ենք առնում։ Քան հոգևոր արժեքների։ Միգուցե այստեղ կլինեն մարդիկ, ում մեջ դա այդպես չի, Փառք Աստծուն, եթե դա այդպես է, պարզապես ժամանակներ են գալիս, որ մեր ներսի առաջնայնությունները ուղղակի խախտվում են, սիրելիներ։ Մենք բոլորս որպես հոգևոր մարդիկ մի բան գիտենք, որ այսպես սանդղակ կա, հիշում եք, ովքեր որ դպրոցում էլ Աստվածաշնչյան սովորել են դեռ մի քանի տարիներ առաջ, այնտեղ ուսուցիչները եւ Ռաֆի եղբայրն էլ մեզ ուսուցանում էր։ Առաջին տեղում Աստված։ Հիշում եք։ Այսինքն այդ սանդղակն եմ դնում։ Երկրորդ տեղում ընտանիք։ Երրորդ տեղում գալիս է նոր եկեղեցական ծառայությունը անհատական ամեն մարդու համար։ Այդպիսին է։ Հիմա ինչն է մեր կյանքում երբեմն մեր ներսում քաոսի վերածում, երբեմն մենք նայում ենք մեր կյանքին, ասում ենք ինչ որ մի բան տեղը չի ընկնում, չէ՞։ Բիլիարդ խաղը բոլորը գիտեք։ Այնտեղ չէ, կան գնդակներ, որոնք այդ կիով, երբ որ հարվածում են, իրենք գնում են եւ ընկնում են իրենց համապատասխան տեղը, կամ հենց թեկուզ puzzle է, որ հավաքում են երեխաները, չէ՞, ամեն մեկը պետք է իր ճիշտ տեղում լինի, որպեսզի մենք վերջնական պատկեր ստանանք, այդպես չի։ Բայց մենք երբեմն տանջվում ենք, զգացել եք, երբեմն նաեւ ով երեխաներ ունեն, ուզում են օգնել երեխեքին, զգում ես, որ չես կարողանում, հոգնում ես այդ ամեն ինչից, ինչ որ քաոսային պատկեր է ստացվում, այսինքն դա նման է նրան, երբ որ մեր կյանքում էլ այդպես puzzle-ի կտորները սկսում են խառնվել, ինչից է գալիս, որովհետև առաջնային Աստծո տեղը գնացել է մի հատ ներքևինը։ Ասենք կարող է լինի դա մեր խնդիրներ, հոգսեր, որոնց հետ մենք առնչվում ենք եւ այնպես է որ Քրիստոսն էլ զգուշացրել է մեզ, չի ասել, որ երբ որ դուք դառնաք ինձ, այս աշխարհի վրա ձեր խնդիրներն ու խնդիրները միանգամից ավարտվելու են եւ դուք ապրելու եք ինչպես երկնքում։ Ոչ։
Ճիշտ հակառակը նա Հովհաննեսի ավետարանում մեզ զգուշացրեց եւ ասեց, որ նեղություններ կլինեն, բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհը։ Տեր ջան, չգրեիր էլի այդ համարը։ Ուժ բան ասեիր էլի, չէ՞, մեկ-մեկ, երբ որ մենք նեղված ենք լինում։ Բայց երբեմն էլ, երբ որ ամեն բան ճիշտը դնում ենք իրենց տեղում, այսինքն տալիս ենք Աստծուն իր իրավունքով պատկանող տեղը, առաջինը, մենք նկատում ենք, որ մեր կյանքի մեջ միգուցե այդ խնդիրները դեռ չեն լուծվում, բայց մեր ներսում ամեն բան կարգավորվում եկեղեցի։ Այսինքն մեր վերաբերմունքն է փոխվում, մենք սկսում ենք Տիրոջն ավելի վստահել, չէ՞։ Մենք ապավինում ենք նրան եւ գիտենք, որ Տերը տեսնում է, գիտի, վերահսկում է, եւ այդ քաոսային ուղղակի ուզում եմ ինչ ճիշտ հասկանանք, այդ խառը մտային իրավիճակը խաղաղվում է։ Տեսեք, Աստված շահագրգռված է այդպես, որպեսի մենք գանք իր առաջ, երբ որ խառն ենք, փոթորիկը մեր ներսում բարձրանում իջնում է, նկատել եք մեր աղոթքներն էլ աղոթքի նման չեն լինում, չենք հասկանում ինչ ենք խոսում։ Բարերը որ դուրս են գալիս, բայց մեր միտքը այդտեղ չի, մենք գնացել ենք չգիտեմ ուր, մեր խնդիրների, դժվարությունների, մեր հոգսերի հետևից։ Եվ այս նյութականությունը, ես ուղղակի այդ օրը պատգամի ժամանակ հասկացա, ինքը բոլոր ժամանակներում կա։ Եկեղեցին ինչ կա, եւ ընդհանրապես մարդ արարածին ինչ կա, մեղքի անկումից հետո, երբ որ Աստված ասեց անիծեց, գիտեք, քո քրտինքով աշխատես, չէ՞։ Եվ նման այդ բաներ, մարդը անընդհատ բախվում է դրա հետ։ Նույն Աստված գիտի ինչա կատարվում, այնպես չի որ ուզում եմ հասկանալ ճիշտ, Աստված իր ձեռքերը այսպես չի ծալել նստել վերևում ու ասում դե հաղթահարեք ձեր խնդիրները, ոչ։ Հիշեք, խնդրի եւ դժվարության մեջ ինքը մեզ հետ գալիս է։ Ինքը մեզ հետ քայլում է, ինքը մեր ձեռքը բռնած է, ինքը մեզ եթե պետք է գրկած է տանում, տեղեր կա, եւ ինքը մեզ չի թողնում։ Սա շատ կարեւոր բան է։ 21-րդ դարի մարտահրավերը նյութական նյութերի մարմնային, մարմնավորի, այսինքն ինչ որ շոշափելի է եւ ինչ որ մեր ֆիզիկական աչքերը տեսնում են, դրա վրա կենտրոնացած ցավալի է քրիստոնեությունն է ավելի շատ եւ պատգամներն են ավելի շատ դրա մասին են նաեւ ինքը Հիսուսը երբ որ խոսում էր լեռան քարոզի մեջ Մատթեոս ավետարանի գիտեք 5-ից 7-րդ գլուխները ամբողջությամբ լեռան քարոզն է եւ լեռան քարոզի մեջ Տերը մեզ ուսուցանում է քրիստոնեության հիմքերը եւ եթե նկատել եք ավելի շատ ինքը կենտրոնացած է անգամ հենց աշխարհային իրավիճակներին մարդ-մարդ հարաբերություններին նյութական իրավիճակներին, այսինքն այդտեղ ինքը մեզ այն ժամանակ այդ մարդկանց մեզ էլ ուսուցանում է, որ ոչ մի բանի մասին հոգ մի արեք։ Ես կուզեմ, եթե ձեր գրքերը եւ հեռախոսները ձեզ մոտ են, բացենք Մատթեոսի 6-րդ գլուխ 33 համարը կոնկրետ ես կկարդամ, բայց ամբողջ նյութը 25-ից 34 համարների մեջ է։ Եթե արագ կարդամ ու գանք այդ բանալի համարին։ Դրա համար էլ ասում եմ ձեզ, մի հոգացեք ձեր կյանքի համար, թե ինչ պիտի ուտեք, կամ ինչ պիտի խմեք, եւ ձեր մարմնի համար, թե ինչ պիտի հագնեք։ Սա ասվում է մի ժողովրդի, ուղղակի ասեմ, ես մի անգամ եմ ասել պատգամի ժամանակ, կարող եք հիշեք, առաջին դարում ընդհանրապես այն ժամանակ դարաշրջանի հասարակությունը ժողովուրդ ջան ստրկատիրական հասարակություն էր։ Եվ ըստ ստատիստիկայի հասարակության միայն 5%-ն էր, որ շատ հարուստ էին, այսպես արիստոկրատ վերնախավեր, մնացածը ծայրահեղ աղքատ։ Միջին խավ կոչված այսպես այդ որպես կանոն չկար։ Մշտապես կար օրվա հացի խնդիր, կարիք, երբ որ տան տղամարդն արթնանում էր, ընդհանրապես խոսում ենք պատմական Իսրայելի, ասենք վերցնենք, որովհետև Քրիստոս այնտեղ է քարոզում, տարածքում կար այդ խնդիրը, ասենք իր աշակերտները ձկնորս էին, մեծ մասը գիտենք։ Երբ որ նրանք արթնանում էին, գնում էին ձուկը որսալու, դա իրանց օրվա դրանից կախված էր իրանց երեխաների, իրանց ընտանիքի կերակուրը, հասկանում եք, իրենք ինչքան կբռնեն ձուկ, կվաճառեն, այդ գումարով իրանց ընտանիքը կպահեն, բռնած ձկներով, չգիտեմ, կերակուր կպատրաստեն։ Ուզում եմ ուղղակի դուք պատկերացնեք այդ միջավայրը, որ մենք անհամեմատ շատ լավ ենք ապրում այն ժամանակների համար, բայց դեռ այն ժամանակների համար Տերը ուսուցանում էր՝ մի հոգացեք,
ինչ պիտի անեք, ինչ պիտի խմեք, հետաքրքիր է, կարող եք ասել, բայց ո՞նց կլինի տենց բան։ Ես էլ ձեզ հետ։ Կարող ենք մենք արդյոք, երբ որ իրավիճակ է գալիս, չմտածենք, ասենք օրինակ հարց, լավ, ինչ պիտի անեմ, այս հարցը կա։ Նորմալ հարց չի։ Մարդ ենք, բոլորս էլ մտահոգվում ենք եւ այլն։ Հիմա Տերը չի ասում ընդհանրապես մի մտածեք, ասեք, ինչ ուզում ա լինի, անտարբեր եղեք, ոչ։ Երբ որ ասում եմ մի հոգացեք, քանի որ ասում է կյանքը առավել է, քան կերակուրը, մարմինն առավել է, քան հագուստը։ Եվ ասում են նայեք երկնքի թռչուններին, որոնք ոչ սերմանում են, ոչ հնձում, ոչ էլ շտեմարանների մեջ են ամբարում։ Եվ սա է կարևորը։ Ձեր երկնավոր հայրը նրանց կերակրում է։ Ինքը չէր ուզում կներեք 1000 անգամ մենք այստեղ անջատենք եւ դառնանք խիստ անտարբեր մեր ընտանիքների կամ մեր երեխեքի հանդեպ, ոչ, դա չէր։ Այլ ինքը մեր հայացքը ուղղում է տես քո երկնային հայրը։ Եթե ինքը կերակրում է այդ թռչուններին, որոնք ոչինչ չեն անում, կամ դաշտի շուշաններին, չէ, որ ասում այդպես գեղեցիկ հագցնում է, որովհետեւ հələ իրենց վաղը պիտի չորանան, տանեն գցեն փուրը այրեն։ Բայց հարկ է համարում հագցնի այդպիսի գեղեցիկ հանդերձանք, չէ։ Եվ ասում է, եթե Աստված այդպես հագցնում է, որքան առավել ձեզ կհագցնի։ Ու այստեղ մեր բառը ասում, որ այո, թերահավատներ։ Ուրեմն մի հետա մտահոգվեք, ասելով, ինչ են ուտելու, ամեն օրվա հայ կնոջ, ինչ եփել այսօր։ Խնդիր։ Հրեա կնոջ խնդիրն էլ էր, ասեմ իմանաք ժամանակին։ Մենք դեռ փառք ասում կարող եմ վեր կենանք տեսնենք սա կա ու մտածենք որ մեկը եփենք։ Իսկ այն ժամանակ մեծ մասամբ կանայք արթնացել են, ինչ կա, բան չկա որ այդ կինը եփի։ Սպասի երբ ամուսինը հայթայթելու բերի, որպեսզի երեխաներին կերակրի։ Ասում է մի մտահոգվեք ասելով ինչ ենք ուտելու կամ ինչ ենք խմելու կամ ինչ ենք հագնելու, որովհետև այդ ամենը հեթանոսներն են փնտրում։ Ինչ ցավոտ համեմատություն է, չէ՞ անում։ Որովհետև ձեր երկնավոր հայրը գիտի դուք այդ ամենի կարիքը ունեք։ Նա գիտի։ Ու բանալի համարը դուք նախ կարող ենք ասել նախ սկզբից այսինքն Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը փնտրեք։ Այլ խոսքով ասած, եթե մեկնենք մեր խոսքերով, դուք կենտրոնացեք հոգեվոր արժեքների վրա նախ եւ մնացածն էլ Տերը գիտի ու կտա, այնպես չի որ պետքա թողի մարդը սոված մնա։ Եվ այդ ամենը խոստում է գալիս այս խոսքից հետո ավելիով ձեզ կտրվի։ Ինչ ասում տրվի, ասում ավելիով կտրվի։ Արդ վաղվա մասին մի հոգացեք, որովհետև վաղվա օրը ունի իր հոգսերը։ Յուրաքանչյուր օրվա հոգսերն էլ ինքնին բավական են։ Եվ սա ճիշտ է։ Նկատել եք։ Երբեմն մենք շատ հոգսաշատ ենք դառնում, հոգսը այսպես գալիս է մենք մեր ուսերի վրա կրում ենք այդ ծանրությունը, մեկ էլ միամիտ մտածում ենք վաղն էլ մի հատ ուրիշ բան կա, համբերիր ես օրվա հոգսը կրի, տար։ Տեսեք ինչ հետաքրքիր է, չէ՞, օրվա հոգսն էլ իրեն բավական է։ Վաղվա մասին մի հոգացեք, ամեն օրվա համար մենք ունենք մեր բնականon կենցաղային հոգսերը ժողովուրդ ջան, ուզենք թե չուզենք։ Պարզապես սա իմ համար մի հատ բանալի խոսք էր, որպեսզի մենք կարողանանք մեր ուշադրությունը, այսպես ասած, մեր առաջնայնությունները բերենք իրենց ճիշտ տեղերում։ Նախ Աստծո արքայությունը։ Իսկ ինչ է Աստծո արքայությունը։ Հռոմեացիների մեջ, գիտենք բոլորս անգիր երգեր են երգում, չէ՞։ Հռոմեացիների 14-17 ասում է, բայց Աստծո արքայությունը ուտելիք ու խմելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն եւ ուրախություն Սուրբ Հոգով։ Սրանք ինչ են? Սրանք նյութական չեն, չէ՞, ժողովուրդ ջան։ Սրանք հոգեվիճակ են, որ ամեն խնդրի ու դժվարության մեջ կարող ենք մենք վայելել արդարությունն էլ, Աստծո խաղաղությունն էլ եւ Աստծո ուրախությունն էլ գերնական անկախ իրավիճակներից, ոչ թե որ օրինակի մեծ խնդիրը լուծվեց, ես բնական եմ ուրախ եմ, աշխարհիկ մարդիկ են այդպես ուրախանում, կան ունեն պրոբլեմը լուծվեց, ինքը ուրախ է, նորմալ ռեակցիա է, չէ՞, բայց ունեն խնդիր, բայց ունենք Աստծուն եւ Աստծո արքայությունը իրականում Հիսուսն ասում է ուրիշտեղ մի փնտրեք, այն ձեր ներսում է։
կարող եք նայել իրար ու տեսնել ու իրար ասել, որ քո ներսում է։ Քո ներսում։ Ինչ է։ Եվ արդարությունը, եւ Աստծո խաղաղությունը եւ ուրախությունը։ Ամեն։ Սրա համար դրսի մարդիկ կնայեն ձեզ եւ կասեն այս մարդիկ գիժ են։ Տեսնես ինչի վրա են այսքան ուրախ։ Տեսնես ինչի իրենք այդքան չեն տվայտվում, ինչպես մենք ենք ամբողջ օրը տվայտվում։ Ինչու, որովհետեւ Աստծո արքայությունը Սուրբ Հոգով իմ մեջ բնակված է։ Բայց երբեմն մենք, չէ, երբ որ այլ եմ ասում, փոխվում են, ուղղակի տեղերը փոխվում են, ամեն բան խառնվում է իրար, այն puzzle-ը սկզբնական որ ներկայացրեցի, դա հիշեք մտքում ձեր բարի։ Տեղերը ճիշտ չենք հագցնում, այլ խաղաղություն չկա, կներեք, արքայության մասին ով է մտածում, այսօր եկեղեցի է դիպտի գնանք, այ մարդես խնդիրներիս հետ մեկել են նորից հիշ, վայ, տասնյակ, վայ, չգիտեմ ինչ, բոլորս էլ մարդ ենք եւ անցնում ենք նման խնդիրների միջով, բոլոր եկեղեցու ծառայողներն էլ ձերպես մարդիկ են, որոնք որ ունենում են նաև նման էմոցիոնալ պահեր, դա նորմալ է, որովհետև մենք մարդ ենք։ Եվ Տերն էլ ասում է գիտի մեր կառուցվածքը, Դավիթ թագավորն ասում է, ինքը գիտի, որ հող ենք մենք։ Այսօր երբ որ գալիս ենք մեքենայով, Լալան մի հատ հետաքրքիր խոսք ասեց, որովհետև Տերը մեզ գիտի, ինքը լավ գիտի, մենք ամեն իրավիճակներում ինչպես ենք սովորում, ադապտացվում ենք ապրելու, այդպես չի։ Օրինակ, Աստված մարդուն գիտեք ստեղծել է, չեք նկատել, այնպես որ մարդը կարողանում է ադապտացվել իր վշտի մեջ էլ, ծանր կորուստի ժամանակ, իհարկե ինքը անցնում է տրավմայի փուլերը նորմալ է, որ անցնում է, վատ, բարկություն, չհավատալու այդ իրավիճակները, դրանք նորմալ իրավիճակներ են, որ յուրաքանչյուր մարդ պետք է անցնի, որպես ինքը լիարժեք գա իր բժշկությանը հասնի։ Ուրախության մեջ էլ, առատ ապրելու մեջ էլ, չէ՞, մարդիկ արագ ադապտացվում ու սովորում են, որ ամեն ինչ լավ է, փողը կա միշտ։ Այսինքն ինքը երբեք հələ որ չի բախվել, որ իր երեխան մի բան ուզի, ինքը ասի փող չկա, օրինակ եմ ասում, չէ՞։ Զգացել եք նման մարդիկ էլ հետո որ իրավիճակներ են գալի, իրենք դժվար են, որովհետև մենք այնպես ենք ստեղծված, որ ամեն իրավիճակին արագ ադապտացվում ենք։ Կարծում եմ դա հենց Աստծո ձեռքն է, որպեսզի մենք կարողանանք ամեն մի իրավիճակի մեջ դիմակայել։ Մենք շատ օրը լսեցինք Աշոտի վկայությունը։ Տերը օրհնի Աշոտ ջան, ձեզ Վանուշ եղբայր։ Սա կողքից մենակ կողքից իրենց նայելով ու մի պահ պատկերացնելով արդեն դու ուղղակի չկաս։ Էլ ուր մնաց, երբ որ դու այդ ամեն ինչը վերապրում ես։ Բայց փառք Աստծուն այն հավատարմության համար, որ իրանք իրոք եկեղեցի դրսևորեցին։ Իրանք կարող էին, ինչպես շատերն են, ու ոչ մեկ իրավունք չունի մեղադրի մարդուն, իրանք կարող էին երես թեքել, չէ, Աստծուց ասային, բայց ինչի։ Մենք մեր ամբողջ կյանքը քո ոտքերի առաջ դրել ենք։ Մի ամբողջ կյանք ենք, մենք այլ կերպ մեր կյանքը չենք պատկերացնում, չէ, առանց եկեղեցու, առանց ծառայության։ Տեսնես ինչի, ես գիտեմ, որ այս հարցերն իրանց ներսում բարձրացած կլինեն, եւ դրանք շատ նորմալ են, որ մենք Աստծուն հարց տանք։ Բայց կա մի հատ, գիտեք ինչ, տեղ ու որոշում, որտեղ Աստված չի խառնվում, ես դա նկատել եմ, դա թողում է մեզ։ Դա մեր անհատական որոշումն է։ Ես ինչ անեմ, երի կպնեմ քո փեշերից գամ, որտեղ դե բժիշկներին էլ Տերը օրհնի, որտեղ դու վկայեցիր, որ անգամ լավ բժիշկն էլ օրհնություն է։ Ես միշտ ասել եմ, միշտ ճանաչողները գիտեն։ Այսօր լավ իմաստուն խորագետ բժիշկ ունենալը, եթե ինչ-որ խնդիր կա, դա էլ է օրհնություն Աստծուց, ժողովուրդ։ Որտեղ Աստված գործում է նաև իրենց միջոցով։ Միանշանակ մենք չենք կարող իրենց անարգել։ Տեսեք, սա մի իրավիճակ է, որ մարդը որոշում է ընտրի հոգևորը առաջնային նյութականից։ Երբեմն դժվար է լինում, բայց հնարավոր է, որովհետև երբեք Տերը մեզանից մի բան չի պահանջի, եթե այդ կարողությունը մեր մեջ դրված չլինի։ Ես սիրում եմ այն համարը, որ ասում է Սուրբ Հոգին օգնում է մեր տկարություններին։ Ով կարող է պարծենալ, որ ինքը տկար չի։ Պողոս առաքյալն ինքը խոսում էր իր ֆիզիկական տկարության մասին եւ անգամ մեջ բերում էր ու ասում էր ես 3 անգամ Տիրոջը խնդրեցի, որ այս խայթոցը ինձնից վերցվի, բայց ասեց Տերը իմ շնորհքը քեզ բավական է։ Հիմա չեմ գնում այդ աստվածաբանության մեջ, որպեսզի ասեմ, պես տենաս խի, որովհետեւ ես այդ հարցի պատասխանը չունեմ։
Երբ որ այդ մարդու վրա բերում էին թաշկինակները դնում էին, ուղղակի քսում էին իր վրա, տանում էին դնում են հիվանդների վրա, կարդում են հիվանդները բժշկվում էին։ Բայց ինքն այդ խնդիրն ուներ, չգիտեմ ինչի տենց եղավ, ինքը ասում էր, որ որպեսզի ես հայտնությունների շատությամբ չպարծենամ, չհպարտանամ, ինքը այդպես էր բացատրում։ Միգուցե դա էր իրեն հայտնություն եղել։ Միգուցե մենք նայենք, ասենք, բայց մի խոսքով դրա մեջ չեմ կենտրոնանում։ Կենտրոնանում եմ, որ կա դժվարություն, կա իրավիճակ, մարդը ընտրում է գնալ հոգևոր արժեքների հետևից, առաջնային։ Դա մեր ընտրությունն է։ Փառք Աստծուն նաև այն մարդկանց համար, ովքեր որ մեր կողքը կան Տերը օրհնում է մարդկանցով մեզ, ովքեր որ երբ որ մենք տկար ենք, իրոք վատ ենք լինում, նորմալ է դա, իրենք կանգնում են, մեզ քաջալերում են, իրենք մեզ հանում են այդ իրավիճակից։ Միգուցե իրենք օրինակ կներեք, այդքան գումար չունեն, որ տան ասեն գնա վարկդ մուծի օրինակ։ Եթե դա է խնդիրը, բայց կարողանում է ինքը քո կողքին լինել, քեզ քաջալերել, քեզ բարձրացնել, որպեսզի դու մի հատ sense կներեք սթափվես ու նորից շարունակես կյանքդ ապրել։ Նորից կպնես Աստծու, թոթափել են ինչ որ քեզ խանգարում էր ու նորից շարունակես ապրել, այդ մարդիկ օրհնություն են։ Ես տարիներ էի ասում եմ, դա իմ անհատական հայտնությունն է եղել, որ իսկական օրհնությունը այդպիսի մարդիկ են, լավ մարդիկ։ Թեպուզ իրենց թերություններով, բայց այն մարդիկ, ով որ քեզ համար անհատական սրտացավ է, ով քո խնդրումը իրանի նման կբերի Աստծո առաջ, ասենք ոնց ինքը իր խնդրի համար կճանգռի, նույնն էլ քո համար կանի, տարբերություն չի դնի իմնա թե քոնը, նման մարդիկ իսկական օրհնություն են, եւ եթե մենք ունենք մեր կյանքում նման մարդիկ, ինձ բռնենք իրանց եւ միշտ Աստծուն շնորհակալ լինենք սիրելիներ նրանց համար, սա շատ կարեւոր պահ է, ու այս մարտահրավերը, որ եկեղեցին ժամանակակից բախվում է նյութականության հետ, սա իմ անձնական կարծիքն է, կարծում եմ գալիս է այն սխալ վարդապետությունից, որ տարածվեց 90-ականների մինչև 2000-ականներ, բոլորս էլ ընկանք, եթե այդ ժամանակ ապաշխարել եք Աստծո մեջ եք, բարգավաճման ավետարան կոչված այդ ոչ ճիշտ վարդապետությունը ընդհանրապես Քրիստոսի եկեղեցուն միանգամից կենտրոնացրեց նյութական բարիքների վրա։ Նայեք, Տերը ուզում է, որ մենք ապրենք օրհնված այս երկրի վրա, սա ուզում եմ դուք ինքը չի ուզում, որ մենք ունենք աղքատ, կարիքավոր, որովհետև Դավիթն էլ ասում էր, Տերը իմ հովիվն է, ես ոչ մի բանի կարիք չեմ ունենա։ Հետո ասում էր, ես խնդրում էր Աստծուց, հիշում եք, Դավիթն ասում էր, այնպես ինձ օրհնիր, որ ես ոչ պարծենամ, հպարտանամ այդ հարստությունով, ոչ էլ այնքան աղքատ լինեմ, որ ձեռս գցեմ գողություն անեմ, ասենց իմ լեզվով ասեմ։ Այսինքն դա ինչ է նշանակում, եթե ես ոչ այլ ինչ, այլ իմ կարիքի պատասխան է, կարիքի։ Իսկ բարգավաճման ավետարանը մեզ ուրիշ բան էր սովորեցնում, քանի որ Սուրբ Գիրքն ասում է, որ մեզ են պատկանում Աբրահամին տրված խոստումները, այո, ամեն։ Եվ հոգևոր, եւ նյութական, մեզ են պատկանում։ Այդ վարդապետությունը մեզ սովորեցնում է ինչքան, հիշում եք, ինչքան գրքեր ենք կարդացել, բրոշուրներ այդ մասին, որ դու պիտի հարուստ լինես, դու ուրիշ տարբերակ չունես։ Դու պիտի ունենաս, օրինակ, ասենք, անգամ ասում են դու պիտի ինքնաթիռ ունենաս։ Տեսեք, մի բան ասեմ, ասում է հավատքի գործոնը իր չափով է, էլի մարգարեությունը իր չափով պետք է լինի, մի հատ խոսք կա, չէ, ասում են քո վերմակի չափով ոտքդ մեկն է։ Մարգարեացի նենց բան կներեք, որ մարգարեությունը գերբնական կարող է լինել, բայց եթե դա Աստծուց քեզ չի տրված, այլ դա քո սրտի ցանկությունն է, կներեք, ես չգիտեմ, դա մարգարեությունն է թե չէ։ Ես պիտի ունենամ, օրինակ ասում եմ, շատ սենց աղոթքներ ենք արել, ժողովուրդ արել ենք, եւ երևի շատերն էլ անում են, ես պիտի ունենամ 4 հարկանի տուն, եթե կունենաս, ես միայն ուրախ կլինեմ, հա, բայց կներեք, եթե Տերը կարող է քեզ օրնի մի հարկանի սիրուն տնով, տուն ունեցի, կարևորը տուն, հետո մի Աստծուց նեղացի, բայց ես 4 հարկանի էի ուզում, ուզում եմ տարբերությունը հասկանանք, այո, Աստված ուզում է, որ մենք ունենանք տուն, օրհնված ապրենք եւ այլն, դա չի հարցը։
կամ ծայրահեղության մասին եմ ես խոսում։ Սա այնպես նստեց ժողովրդի մեջ։ Ես խոսում եմ համաշխարհային եկեղեցու մասին, միայն Հայաստանը չէ։ Մինչև Հայաստան եկավ, Ամերիկայում արդեն թնդում էր։ Գիտեք, ամենամեծ արթնությունները Ամերիկայից են գալիս։ Այնտեղ Եվրոպայով հասնում են այս մեր նախկին Սովետ Միության երկրները։ Ուշացած, բայց հասնում են եւ սխալ եւ ճիշտ ուղղությունները, վարդապետությունները։ Դա անխուսափելի է, ժողովուրդ ջան։ Դրա մեջ մենք աճեցինք, մեծացանք, հետո արդեն դժվար է։ Հետո ես այդ ժամանակներում ես երբեմն հանդիպում էի տարբեր եկեղեցիների քարոզիչների հետ, ովքեր որ ասենք դրա հետ համաձայն չէին ու հարցեր էին տալի, ձեր եկեղեցին ոնց է դրան մոտենում։ Արդյոք ձեր հովիվ Ռաֆի եղբայրին ժամանակ ես Երևան էի գնում, այդ ասում եմ ես իրենից երբեք նման պատգամներ ինչքան մենք լսել ենք, չեմ լսել։ Այո, օրհնության մասին լսել ենք, որ օրհնված, բայց ասենք այդ ծայրահեղ մենակ նյութականի վրա դուք բացեք Ռաֆի եղբոր պատգամները ամբողջությամբ եւ YouTube-յան էջում կա, Facebook-յան, նայեք, տեսեք այս մարդու պատգամները ինչ ուղղության էին գնում, կամ հենց մեր հովվի Սարգիս եղբոր պատգամները։ Նյութականը եկավ գրավեց եւ եկեղեցին այսօր բախվում է այդ մարտահրավերի հետ։ Եթե ինչ որ բան ա լինում, մարդիկ գալիս են եկեղեցի ցավալի երևույթ։ Առաջինը մտածում են հարցերս կլուծվի։ Նորմալ է, մարդը խնդրի մեջ է։ Այդ խնդիրը ստիպել է, որ ինքը գա Աստծուն, ալելույա։ Կարևորը եկել է։ Հիմա ինքը այդ ակնկալիքի մեջ եթե մնա, շատ դժվար կլինի։ Հետո կհիասթափվի ու կգնա։ Գիտեք ինչ, որովհետև հիմք չկա։ Հիշեք Սերնացյանի առակը։ Չկա հիմք, լսել է, ուրախացել է, եկել է, վայ, ես ինչ լավ էր, ուզում ենք օգնենք, մենք էլ ենք ուզում մարդուն, հույս ենք տալիս, բերում ենք մեզ հետ, սխալ հիմք։ Եկեղեցին հələ նայեք նոր կտակարանյան եկեղեցին այդ հիմքի վրա է ձևավորում ժողովուրդ։ Պենտեկոստեի օրը Պետրոս Առաքյալը վեր կացավ, ինչ պատգամ տվեց։ Ասեց այն Հիսուսին, որին դուք խաչեցիք, Աստված նրան երրորդ օրը հարություն տվեց, այն վախկոտ Պետրոսը, որ արդեն լցված էր Աստծո հոգով, էլ չէր վախենում այդ մասայից։ Մարդիկ ասեցին, բա ինչ պիտի անենք մենք։ Չասեց, եկեք մեր եկեղեցի, լավ կլինի սա։ Ասեց, դի ապաշխարեք։ Ապաշխարեք ու մկրտվեք ամեն մեկը Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Էս է հիմքը եկեղեցու։ Անապաշխար ձևով գալիս ենք, ուրիշ նկատառումներով, ակնկալիքներով Աստծուց գալիս ենք, մի տարի, 2 տարի, 3 տարի, նայած մարդու համբերությանը։ Մեկ էլ տեսնում ես, էլ չկա, բախի չկա, չեմ կարող ասեմ։ Բախի ասիկ կլինի, այդ արդեն ուրիշ է։ Եվ սա շատ կարևոր է, ինչի համար եմ նաև սա ասում։ Երբ որ Պետրոսի թուղթը կարդում էր Սարգիս եղբայրը ու այս խոսքը ինձ եղավ, ես մի բան հայտնաբերեցի։ Բոլոր ժամանակներում իրենց ուղերձների մեջ, երբ որ Պողոսը կամ Պետրոսը կամ մյուս առաքյալները գրում էին, իրենք այդ մարդկանց ուշադրությունը սևեռում էին երկնքի վրա, հավիտենական արժեքների վրա։ Ու ես խոսում եմ առաջին դարի եկեղեցու մասին, որը դաժան հալածանքների մեջ էր, եւ հասարակության եւ պետության կողմից, հռոմեական կայսրության։ Էլ չեմ խոսում, որ սկզբում ասի, օրվա հացի խորհուրդը, կարիքը, հələ պատկերացրեք, դա օրվա հացի կարիք ունի մեկ, վախեցած գալիս են եկեղեցի, որտեղ կբռնեն առուսների դեմը կգցեն 2, տեսեք ինչքան բեռ կա այդ մարդկանց վրա։ Եվ առաքյալները, երբ որ իրենց ուղերձ էին գրում, իրենք չէին ասում, լավ կլինի, հեսա լավ, ոչ, իրենք խոսում էին փրկության, հիշեցնում էին երկնքի մասին, հավիտենական արժեքների մասին էին խոսում։ Եկեք բացենք, որպեսզի այդ մասը ավելի հստակ լինի, կարդանք Առաջի Պետրոսի հենց առաջին գլուխը։ Ընդհանրապես Պետրոսի թղթերը գրված է այսպես ընդհանրական եկեղեցում, որովհետև կոնկրետ հասցեատեր չկա, եթե նկատել եք, եթե Պողոս օրինակ կոնկրետ դրում էր Հռոմի եկեղեցուն, Եփեսոսի եկեղեցուն, հստակ Պետրոսի երկու թղթերը այնտեղ ասում է ես գրում եմ օտարականներիդ կամ պանդուխներիդ այս երկրի վրա, սա դրա համար համարվում է, որ առաքյալի թուղթը ուղղված է ամբողջ տիեզերական եկեղեցու հավատացյալներին։ Երրորդ համարից որ նայենք, սա կարծում եմ բոլորդ սիրում եք այս համարը, օրհնյալ է Աստված եւ Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենթանի հույսի համար, մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ։ Հիշեք, առաքյալների
քարոզի հիմքը եւ ընդհանրապես յուրաքանչյուր ավետարանչության հիմքը Քրիստոսի հարությունն է։ Իրանք առաջինը խոսում են, նա հարություն է արել։ Չեն նույնպես սնշին։ Վակրուկ դա օկլասնշին։ Ուղիղ, որովհետև հենց այդտեղ է, երբ որ ենք ուղիղ խոսում են, Սուրբ Հոգին գործում է։ Ուղիղ խոսում են, հարության մասին խոսում են, Սուրբ Հոգին իջավ Կորնելիոսի տան հեթանոսների վրա, Պետրոսն զարմացավ, որ այս ինչ էր, այս հռոմեացիների վրա էլ է գալի այս Սուրբ Հոգու պարգևը, չէ՞ որ իրանց համար էդի լուրջ հայտնություններ։ Վերստին ծնեց կենդանի հույսի համար մեռելներից Հիսուս Քրիստոսի հարության, այն անեղծ եւ անարատ ու անթառամ ժառանգության համար, ասեն ժառանգությունը, որը երկնքում պահված է ձեզ համար։ Տեսեք ինքը տառապող, տանջվող խնդիրների տակ կքված եկեղեցում ինչ պատգամ է ուղարկում։ Ասենք Պետրոս ջան, երկու բառ ասալ, երբ ենք սրանից դուրս գալու, այս Ներոնը մեզ կերավ, այս կայսրը սենց, էլի վիճակի չէ, ժողովուրդ, մենք չենք, ինչքան էլ մենք կինո նայենք, մենք չենք պատկերացնի, մենք նայենք, ասենք, ոյ, փառք ես Տեր Աստված, ես ինչի մեջ մենք չենք հայտնվել, դա շատ վատ է, դա շատ ահավոր է ժողովուրդ։ Եվ այդ ամեն ինչը ուրիշ ոչ մի բանի համար չէ, միայն որ իրենք քրիստոնյա են դրա համար։ Որը երկնքում պահված է ձեզ համար, որ Աստծո զորությամբ հավատով պահպանվում է փրկության համար, որը պատրաստ է հայտնվելու վերջին ժամին։ Նրանով կուրախանաք, թեև հիմա մի փոքր, ասում է, պետք է որ տարատեսակ փորձություններից փոքրինչ տրտմած լինեք, փոքրինչն է, էդելը փոքրինչն է։ Տարատեսակ փորձություններից, որպեսի ու բացատրում է ինչի համար է։ Մենք չսիրում ենք, չէ՞, հարցը տա, բայց խի, տենաս խի, ինչի համար։ Խի, այդ հարցը շատ ենք տալիս։ Որպեսի ասում է ձեր հավատի փորձառությունը ավելի արժեքավոր լինի, քան կորստյան ենթակա ոսկին, որ կրակով է փորձվում։ Արամը ոսկերի չէ, գիտի, շատ բոլորդ էլ գիտեք, որ ոսկին հատուկ ջերմաստիճանի տակ հալեցնում են, չէ, որպեսզի օտար մետաղները իրենից մաքրվի, ինքը մաքուր մնա։ Հալոցքի նման են, չէ, փորձությունները ժողովուրդ ջան մեր կյանքում։ Կրակի նման վառում են մեզ ներսից, երբեմն կարող է դրսից էլ լինի։ Ասում որպեսզի ձեր հավատի փորձառությունը այնքան արժեքավոր լինի, ավելի քան այդ կրակով անցած ոսկին, որ արժեք ունի, չէ, ինքը թանկ մետաղ է։ Ձերք բերվի գովք, պատիվ, փառք Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ, որին չտեսած սիրում եք, որին հավատացիք, թեև այժմ չեք տեսնում, բայց ուրախ եք անպատմելի ու փառավոր խնդությամբ, ստանալով ձեր հավատքի պսակումը, հոգիների փրկությունը։ Այստեղ ինչ մի հատ նյութական բան տեսանք։ Տեսանք, չէ։ Ընդհանրապես մի հատ ակնարկ կարեց, որ քաջալերեց, որ ինչի համար դուք տարատեսակ փորձություններով անցնում եք, այն էլ նպատակ կա, որպես ձեր հավատքի փորձառությունը ամուր լինի։ Նկատել եք, եթե փորձություններ չլինեն, մենք չենք ամրանում։ Լավ չի տենց, բայց հիմա տենց է, չգիտեմ ինչի է տենց։ Երբ որ ամեն բան շատ լավ է, անգամ սենց մի բան կա, չէ, ասում են ինքը իր երեխուն բամբակի մեջ է մեծացրել, չէ, փափուկ է մեծացրել, որ երեխին չբախվի խնդիրների մեջ, որպես ծնող բոլորի սիրտը նվաղում է, որ իրանց երեխեքին բնականաբար բան չլինի եւ հատկապես այս ժամանակակից դարի խնդիրն է դա։ Հանկարծ վրան փոշի չնստի, բայց դու նստի, ես կանեմ։ Հետո ասում եք, գորշ չնան, բայց դու ես սենց սովորացրել։ Ես ինձնից սկսած եմ ասում, հա, բայց ուրիշ սերունդ կար, հիշում եք մի անգամ խոսել եմ այդ մասին, որ կա երկաթյա սերունդ, ասում դա մեր պապիների սերունդն էր, կա ոսկի սերունդ, հենց ես նկատել եմ հոգևոր դաշտի մեջ, եթե չեմ սխալվում Արթուր Սիմոնյանն էր այդ հոդվածը գցել, եւ կա այս նոր սերունդը, թող ինձ ներեն բոլոր իմ ճուտիկները, որոնց ես շատ եմ սիրում, որոնք ասում է իր անունը դրել էր ռուսերեն էր հոդվածը, ասում է Սնիժոկ, սես հաթիլ է ինքը, որոնք գնում է ձեռքիդ վրա հալվում գնում է,
Ասում եմ հիմա այս սերունդը նման է ու հետաքրքիր գիտեք որն էր, որ ես այդ հոդվածը երբ որ կարդացի, դրանից մի քանի օր առաջ ես այդ մտորումների մեջ էի, որ ինչ սերունդ է մեծանում։ Փափլիկ։ Փափուկ սերունդ, իրանք չեն ուզում դժվարություն կրեն, խնդիր, ամեն ինչ հեշտացել է այս կյանքում, չէ՞։ Իսկ հարց է տալիս, հա բայց ինչի համար, հենա մարդը կանչեմ կանի։ Խելք։ Այդքան բան, չէ՞, օրինակ։ Զարմանում ենք, ծիծաղում ենք, ուզենք չուզենք բախվում ենք, սերունդների բախում կա, դա նորմալ է, մտածելակերպի փոփոխություն կա, բայց իրենցից էլ լիքը լավ բաներ ենք ես անձամբ սովորում, իրանց մտածելակերպի մեջ նաև։ Հիմա այս սերունդը, կներեք ռուսերեն բառն ասեմ, զակալյոննի էր։ Առաջին 4 դարերի եկեղեցիների ժողովուրդը, չեմ ասում բոլորը, որովհետև կային մարդիկ, ովքեր տկարել էին, չէին դիմանում, բայց հիմնականում եկեղեցին, որ մինչև վերջ այդ ամեն ինչի միջից գոյատևեց, խոսում է, որ ինքը այդ կրակով անցած փորձությունների մեջ հավատքը պինդ էր պահում։ Հիմա թե կներեք իր տունը ինքը ինչ էր անում, գլուխը քանի անգամ էր պատին տալի, ինչքան էր լացում գիշերները իր բարձի վրա, դա մենք չենք տեսնում, բայց որ արդյունքում ինքը հավատարիմ շարունակում էր իր ընթացքը եւ փոխանցում էր եկող սերունդներին, որ եկեղեցին չդադարի։ Դա փաստ էր, դա պատմական փաստ է, մինչև առեսօր գոյություն ունի Քրիստոսի եկեղեցին եւ գոյություն է ունենալու մինչև իր գալը։ Բայց բոլոր դարերի մեջ իրենք տվյալ ժամանակաշրջանի մարտահրավերների հետ են բախվել։ Այսօրվա մեր մարտահրավերը, երբ որ ամեն ինչ շատ լավ է, հեշտ է, ավելի հանգիստ է, երբ որ նայում ենք, իրականում շատ ավելի դժվար է սա, եթե մի քիչ խորը նայենք, այս նյութական, այ շատ դժվար է։ Մարդուն բերել անընդհատ հոգևորի վրա։ Ես էլ ձեր հետ նստած մտորում եմ, օրվա մեջ, ամսվա մեջ, քանի անգամ ենք հիշում, որ Տերը պիտի գա, որ երկինքը մեր տունն է, որ Պողոս Առաքյալն ասում է մենք այս երկրի վրա պանդուխտ ենք, որ ամեն բան այս երկրի վրա ժամանակավոր է պիտի անցնի։ Կներեք ժողովուրդ ջան, երբեմն մենք ապրում ենք նենց, ոնց որ կներեք, չգիտեմ, 1000 տարի արմատ ենք գցելու ստեղ, բայց գիտենք, որ այս ֆիզիկական մարմինը պիտի անցնի։ Էդի մտովի գիտենք, բայց երբեմն ապրում ենք մտածելով էս էնել, ոնց որ թե մեկ էլ տենում ես այն մարդը այդքան դիզես տեսել եք, չէ՞, ու մարդիկ հավաքվում են այդ մարդու պանիխիդային ու սկսում են քննարկել, գնաց ինչ տարավ հետը, հարկապես հայերը, այս 4 սրբետը, բանա, չէ, անպայման այդ արտահայտությունը պիտի արվի, անպայման, ինչի որովհետև այդ տեղերում մարդը սկսում է առնչվել իրականության հետ եւ մտածել հավիտենության մասին, նկատել եք։ Դրա համար Սողոմոնը գրում ասում ավելի լավ է գնաք մեռելի տուն, այս մեր խոսքով ասած, քան հարսանիքի տուն։ Ինչի, որովհետև այնտեղ դու սկսում ես վերաարժեքավորել կյանքը։ Նայում ես, այ մարդ, ջահել մարդ էր, հիվանդել չէր, օրինակ, չէ՞։ Ու այդտեղ հասկանում ես, որ մարդու կյանքը խոտի պես է, անցած կիրակի երգում ենք, ինչպես դաշտի ծաղիկը, անցնում ես կար, հաջորդ օրն ասում ես չկա, խոտը կչորանա, ծաղիկը կթառամի, Պսալմոս 2-ն ասում է, բայց մեր Տիրոջ խոսքը կմնա հավիտյան։ Այո, իսկ մեր ոգիները հավիտյան են եւ փրկված են։ Ինչքան ենք մենք, ասածը սա է, ինչքան ենք մենք օրվա ընթացքում կամ մեր կյանքի ընթացքում մտորում մեր հոգու փրկության մասին, ուրախանում, որ օրինակ այս խնդիրը կա, բայց ժամանակավոր է, կանցնի, հարատև ես սրա մեջ չեմ մնա, ժողովուրդ ջան, ինչի մեջ ես այսօր դու կանգնած, ասում եմ, կանցնի, հարատև չի մնալու, որովհետև այս ֆիզիկական աշխարհում ինչ ունի սկիզբ, ֆիզիկայի օրենքն է, այն ունի վերջ, ամեն բան, եւ լավը, եւ վատը։ Այնպես որ երբեմն ես ինձ նայն հանգստացի, կանցնի, էսի անդադ չի մնալու, չգիտեմ, երբ կանցնի, մեկ օգնում եմ, բայց կանցնի, չի մնալու այստեղ հարատև, բայց այդ փուլի մեջ ես հայտնաբերում եմ ինձ Նարինին 10 տարի առաջ, հետո Նարինին 5 տարի առաջ, ինչքան է ինչ-որ բաներ փոխվել լավը դեպի, թե վատը դեպի, սկսում եմ վերարժեքավորել, այս որ սենց անդադ շարունակվում է, տենաս ասենք սրա մեջ մեկ էլ հայտնաբերում ես, որ դու հաղթահարել ես այդ պահը, ճիշտ է ինքը չի անցել, բայց դու ես հաղթահարել քո ներսում, քո մտքի մեջ, ճիշտ
արձագանք ես տալիս, ճիշտ վերաբերմունք ես տալիս, առաջ ուրիշ ձևեր քո արձագանքը հիմա սկսել ես ավելի ճիշտ ձևով դրան արձագանքել։ Գիտեք, որ դա հաղթություն է։ Կարող է զարմանաք, ասեք, ուր է դա հաղթությունը։ Հաղթությունը այն է, երբ որ կա խնդիրը քեզ ցավացնում են, նեղացնում են, քո ճիշտ արձագանքը, օրինակ դու գիտես, պիտի ներես եւ իրոք ներում ես, արձակում ես, կապ չունի ինքը հասկացավ թե ոչ, դա քո հաղթանակն է։ Ամեն։ Դու քեզ կզգաս պարտված երբեմն, կասես այ մարդես ինչ էր, ինքան վատ եմ, լինում է վատ եմ, բայց հոգևոր դաշտում սատանան է վատ, որովհետև դու ընտրեցիր, ասենք օրինակը ներման վրա բերեցի, ներումը այդ մարդու նկատմամբ, դու հաղթած կողմն ես, հա դու քեզ ինչ-որ դիսկամֆորտի մեջ զգա, այդ որ դիսկամֆորտի մեջ են, գիտեք ինչն է, այդ մեր եսն է, բան չի տեղավորվում, չէ, պետք է sense այ ես դիմյատիան ասեի, էլի, դիմյատ, հա ոչ, որ ասեի ինչ կլներ, որ դա արդեն չես ասեի, հիմա նորից չես զանգելու, հեռախոսը վերցնես, ասես, հələ լսի այն, որ ասում է, չէ, վсё փակվել է թեման։ Դու ել քո ներսում իրան արձակել ես, ներել ես, ասում ես հանձնել, դու հաղթող ես։ Ժողովուրդ ջան, հաղթող եք, բոլորդ, քանի որ Քրիստոսին եք պատկանում։ Այդ հաղթանակը մեզանից չի, ինքը հաղթեց, տվեց մեզ։ Բայց շնորհակալություն Աստծուն, Պողոս Առաքյալն ասում է, որ ինքը մեզ ամեն ժամանակ, ունեք ինչ ասում, հաղթող է անում։ Ախ եմ ես պարտված զգում ինձ Տեր, այդ դու ես զգում։ Ոչինչ, դե քեզ պարտված պահի տակ զգացիր, միևնույնն է դու հաղթող կողմն ես։ Կարող եք ես փաստը ժխտել։ Ով կժխտի ես փաստը։ Ուրեմն նշանակում է ես այն մի կողմն եմ միգուցե քավլիցի, թող այդպես չլինի։ Տեսեք, Հիսուսը երբ որ խոսում էր նաև հիշում եք, էլի լեռան քարոզի մեջ էր, ասում է գանձեր մի դիզեք այս երկրի վրա։ Եկանք նյութականին էլի։ Տեսեք, մենք ծնող ենք, մտածում ենք, ես էլ անեմ երեխու համար, հայ ծնող։ Եկեք մեր մշակույթից խոսանք, որովհետև այլ մշակույթի ժողովուրդները կարող են նայեն մեզ տարօրինակ դրա։ Ասեն, հա, դե թող մեծանա ինքան, ասեն դու ինչ, չէ, մենք մտածում ենք երեխու մասին, երեխեն տեղավորվում է թոռի մասին, մի քիչ արդեն որ երկարակյաց են, ալելույա, արդեն դե ծոռա գալի, չէ՞, ասենք կարող է մարդը շատ շուտ ամուսնացել, երեխեն շուտ ամուսնանում, բնական այդ սերնդափոխությունը ինքը դեռ առողջ է, երիտասարդ է, բայց ծոռ ունի արդեն։ Կան տենց դեպքեր։ Դա մեր հայկական մտածելակերպն է, մենտալիտետն է։ Ինձ ոչ մի բան, ապրում ենք իր համար, նրա համար, ես էլ անեմ երեխուն ելնի, են էլ անեմ, բայց չգիտես, երեխեն որ մեծանա, ինչ որտեղ գա, կարող այդ ամեն ինչը տակ համուն գնա, չէ՞, բայց ով է այդ մասին մտածում, ոչ մեկ, մենք ուզում ենք ապահովել, ես էլ անեմ, են էլ անեմ, են էլ անեմ, մեկ էլ տեսնում ենք, որ մեր ամբողջ կյանքը անցնում է նյութականի վրա կենտրոնանալուց, եկեղեցի ես մեր մասին եմ խոսում, հա, աշխարհիկների հետ գործ չունենք։ Իսկ Հիսուսն ասում էր, այ մարդ, այս մարդը Դե մարդ էր ինքը 100%-ով եւ այդ ժամանակ որ խոսում էր։ Ասում է ձեր գանձերը այստեղ երկրի վրա մի դիզեք։ Այստեղ գող կա, կարող եւ կա։ Կարող է մտնի գողանա եւ ցեց կա, որը կգա ու կփչացնի։ Այ ձեր գանձերը դիզեք որտեղ։ Այնտեղ ոչ գող կա, ոչ ցեց։ Եվ ամենակարևորը, որ ինքը տվեց այդ բանալին, որտեղ ձեր գանձերն են, այնտեղ է ձեր սիրտն է։ Ոստեղ բռնում ես քեզ։ Սիրտդ որտեղ է, Նարին ջան։ Այնտեղ չի, այնտեղ չես մտածում։ Գանձեր պետք է այնտեղ դիզես։ Եթե դուք արժեքավոր իր ունեք ձեր, կամ ինչ-որ շատ գումար կա, տունն է, չգիտեմ, մի տեղ դրած, գնում եք ամբողջ ուշքի միտքը դա, չէ՞, հանկարծ մի բան չլինի, հանկարծ կարևոր բան է, հաստատուղթ է, ասենք, այդ գիտեք ինչի, մեկ էլ լսում ես, ասենք, չէ՞, պես ինչ-որ խմբավորումներ են առաջ գալիս, լսում ես մտան սրա տունը թալանեցին, լսել եք, այդքան բաներ կան։ Արդեն մտահոգվում ենք, ես տանը ինչ-որ արժեքավոր բաներ ունեմ, կարևոր բաներ ունեմ, խնայողություններ ունեմ, ասենք դրել եմ նորմալ է, չգիտեմ, նվերներ է, ինչ որ է։
Չէ՞ որ դա արժեք է ներկայացնում, մտահոգվում եք, հանկարծ հելել եք, գնացել եք, դուրը փակել են, լավ են փակել, չեն փակել ու գնաց միտքը, ասես, հարթուկն անջատել եմ, չեմ անջատել, այդ կարգի մտքերը են, որ անդադ քեզի կրծում են եւ քո խաղաղությունը այդ պրիմիտիվ բանը ասես վերցնում տանում է։ Ինչ կենտրոնացում, ինչ բան, որտեղ քո գանձներ, մեր որ ասում է քույր ջան, եղբայր ջան, այնտեղ էլ քո սիրտն է։ Հիմա եթե մենք կենտրոնանում ենք հոգևոր արժեքների վրա, մենք գանձերը դիզում ենք երկնքում։ Ներեցիր մեկին արձակեցի, գանձ ես դիզել այնտեղ, գիտեք, ձեր հաշվի համարին գնաց էդի։ Ճիշտ վարվեցիր քրոջդ եղբորդ կամ թեկուզ դրսի մարդու հետ, քո տան անդամի հետ, չգիտեմ, Քրիստոսի նման քեզ պահեցիր, գանձդ գնաց այնտեղ հաշվի համարի դիզվում է։ Հասկանում եք։ Դու հաղթական ես քեզ զգում, Աստծո արքայությունը վայելում ես, խաղաղություն, արդարություն, ուրախություն, սիրտդ էլ այնտեղ է, նկատել եք, սիրտդ այնտեղ է, սիրտդ ստեղ չի լինում։ Բայց հիմա այս դարի եկեղեցու խնդիրը, որ ինձ համար բացվեց, սաղի սիրտը կներեք ստեղ է։ Մենք քայլում ենք հողին կպած, այն կնոջ նման, որ չէր կարող սապատավոր էր, հիշում եք, որին Քրիստոս բժշկեց եւ ինքը ասում է ուղղվեց Աստծուն փառք էր տալի, որովհետեւ ասում է սատանան իրան կապել էր 18 տարի։ Ինքը Աբրահամի դուստերն այն իրավունք ունի Աստծուն փառաբանելու, բայց քանի որ սատանան իրան կապել է, անդադ ինքը գետնին է նայում, իր վիճակի չի բարձրանա։ Հիմա մենք սա ֆիզիկական հիվանդություն սապատն ենք հասկանում, որ կա, հիմա էլ կա նման երևույթ կուզ։ Բա հոգևորության մեջ այդ հոգևորության մեջ էլ նա որ մենք այնքան ենք նյութականացնում ամեն նյութականին տեղ տալիս որ չենք կարողանում բարձրացնենք ասենք Տեր փառքեզ այն որ տենց ձևի համարի մասին չի խոսքը մենք ամեն մեկս էլ կարող ենք մեզ ստուգել հենց այս հրաշալի փառաբանության ժամանակ որ այսօր փառաբանեցիք Տերը օրհնի ձեզ դուք ինքներդ լավ գիտեք չէ պրոստը նես կպակ մեզ գնացիք իներցիայով երկը գիտեք թե ձեր սրտից է ասես սեփը պայթում է, չէ՞։ Նկատել եք օրեր կա, տենց ենք փառաբանում, օրեր կա, ուղղակի իներցիայի ուժով կպնում գնում ենք։ Չէ, եկեք ուղիղ լինենք եւ անկեղծ լինենք։ Լինում են նման օրեր։ Իհարկե Աստված դրանից չի թերարժեքվում, ուզում եմ իմանաք։ Որտեղ որ մեր գանձերն են, եկեք մեր գանձերը դիզենք երկնքում, որպեսզի մեր սրտերն էլ միշտ երկինքի հետ լինի։ Պողոս Առաքյալը հետաքրքիր հայտնություն ունեցավ, ասեց մենք այս երկրի վրա պանդուխտ ենք։ Պանդուխտը գիտեք, չէ՞, խոպանչի։ Ինքը գիտի, գնում է այսքան ժամանակի համար, ասենք Ռուսաստան ժամանակավոր աշխատանքի, բայց ինքը վերադառնալու է տուն, իր ընտանիքի մոտ։ Իհարկե չեմ խոսում են այլ դեպքերի մասին, որ դեռ չեն վերադառնում։ Տուն են դա, այնտեղ տուն են գնում, նա ուրիշ տուն։ Այդ մասին չի խոսքը, ես խոսում եմ, որ պանդուխտը օտարական է, որը շատ Աստծո կողմից ընդունված է։ Ինքը իր ժողովրդին սովորացնում էր, ասում էր ձեր մեջի օտարականներին ընդունեք ձեր տները հաստվեք, էս արեք, են արեք, դուք էլ եք մի ժամանակ հիշեք Եգիպտոսում օտարական եք։ Ովքեր որ ապրել են օտար երկրներում, այստեղ մարդիկ կան, դուք ձեզ լիարժեք եք այնտեղ զգում։ Ուզես, չուզես դու այդ ադապտացվում ես, սովորում, ապրում ես։ Էդի դրա մասին չի խոսքը, բայց այդ զգացողությունը կա պանդխտության, օտարականի, որտեղ հասարակությունն ուրիշ է, մշակույթն ուրիշ է, մինչև դու ինտեգրվում ես դրա մեջ, մեկը շուտ, մեկը ուշ, մարդ էլ կա, տենց էլ չի ինտեգրվում, չի կարողանում դրա մեջ, դա անհատական է։ Նույնն է Պողոսն ասում է ժողովուրդ եկեղեցի, դուք ես երկրի վրա պանդուխտ եք, այսինքն մեր տունը, ասում մեր քաղաքացիությունը որտեղ է, հեսապ մենք ստեղնենց քաղաքացիություն ենք ձեռք բերել, մի քանի երկրի քաղաքացիություն ենք երբեմն ձեռք բերում, ամուր, սենց լավ, հասկանում եք, չէ, ես մի խորհրդով եմ խոսում, թե չէ, ես նման բաներին դեմ չեմ, պետք է արեք, էդի չի խնդիրը։ Ի նկատի ունեմ հոգևոր առումով կպնում ենք նյութին, աշխարհին, այնց ոնց որ մենք երբեք այստեղից չեն գնալու։ Այո, Տեր, ալելույա, Տերը գալիս է, ամեն, ալելույա, բայց նայում ենք մեր կյանքին, հետ չէ, ոնց որ Տերը չի գալու։ Ընդամենը իմ պատգամի ոնց որ այդ բուն բանը սա է։ Ինչպես մենք պայքարենք այդ նյութականի դեմ, ամբողջ եկեղեցում ոչ մեկս չեն կարող փոխել, կներեք,
Ես խոսում եմ անհատապես ինձնից սկսած։ Ես փոխվեմ, մտածելակերպս կփոխվի, դու կփոխվես, նա կփոխվի, այղավ ամբողջ եկեղեցին փոխվում է, չէ՞ որ եկեղեցին անհատներից է բաղկացած։ Այո, ամեն։ Եվ ամենասիրածս համարներից մեկը Կողոսացիների թղթում, երբ որ մի 2 ամիս առաջ Սարգիս եղբայրը հենց ծառայողական չաթի մեջ այս համարներ ներգծել, հենց սրա վրա էլ շատ մտորել եմ եւ հետաքրքիր համար էր, որ երբեք չէի մտածել հենց Էջմիածնի թարգմանության այդ շատ ավելի ոնց որ պարզ լինի մեզ համար, ասում է Կողոսացիների 2:20-23-ը ասում է, քանի որ դուք մեռաք Քրիստոսի հետ, մենք ասում ենք, այո, ամեն մեռանք, բայց խաչիցակ իջնենք, կենթանանանք ինչ որ իրավիճակների մեջ։ Եվ ասում է, ազատվեցիք բնության տարերային ուժերի տիրապետությունից եւ ազդեցություններից։ Նախնական միջև շարունակեմ ասեմ, որ Կողոսացիների եկեղեցում կոնկրետ սխալ վարդապետություններ մտել, կապված, ասենք, նյութական այդ բարիքներից օգտվելու, գնոստիկական ուսմունքի նման էր ինքը, էսի մի կերեսի չի կարելի, մեղքա եկեղեցում նման ուսմունք էր մտել եւ հրեշտակների պաշտամունք։ Այդ սխալ ուսմունքի դեմ է գրում Պողոսը, դրա համար է ինքը զգուշացնում, որպեսզի պարզ լինի, ասում է, դուք ազատվեցիք բնության տարերային ուժերի տիրապետությունից եւ ազդեցություններից, ինչու եք շարունակում ապրել այնպես, կարծես թե ձեր կյանքը կախում ունի այս աշխարհում եղող եւ կատարվող բաներից։ Այս համարը կարդացի, կներեք, ես ինձ բռնացրի։ Մենք տենց ենք ապրում փաստորեն։ Ասես երկրի վիճակն ինչ կլինի, չգիտեմ ինչ կլինի, մենք աղոթում ենք, որ լավ լինի, եւ ես վստահում եմ Աստծուն, թող լինի, բայց դրանից է կախված իմ ապրելը, եկեղեցիներն են սենց ապրում, կներեք, հոգևոր մարդիկ խոսում ես, ես նայում ես, ուզում ես ասես, ես բան է փոխվել, մտածելակերպը, ուզում ես ասես, Տերը բան, Հիսուս կար, հիշում ես, Ռաֆի եղբայրներ, ասում ես, հիշում եմ, մեկը խաչվել էր, ինչ էր, ինքը շատ էր տենց հումորներ անում այդ իրավիճակների մեջ, ասում է, հնազանդվում, առաջնորդվում եք մարդկանց կողմից եկող պատվիրաններին, վարդապետություններին, էլ շարունակեմ, մենակ էսի, ինչի ենք մենք ապրում այնպես, կարծես մեր կյանքը կախում ունի դրսում տեղի ունեցող իրավիճակներից։ Այն ինչ որ պետքա լինի, այստեղ արդեն ամեն բան գրված է։ Վերջն էլ գիտենք ինչ պետքա լինի, տենց չի։ Եթե չէ, եկեք կարդանք, որպեսզի հասկանանք։ Այդ ամենի մեջ Տերը խոստացել է, որ իր ժողովրդին պահելու է։ Տերը խոստացել է, որ քաջացեք, ես հաղթել եմ, ես քեզ կհանեմ, կպահեմ եւ պահում էլ այնպես չի, մենք նորություն ենք տարբեր իրավիճակներից։ Փրկությունը վերաբերվում է ոչ միայն երկինք գնալուն, գիտենք սա, որ փրկությունը վերաբերում է նաև երկրի վրա տեղի ունեցող իրավիճակներից փրկություն։ Տեսեք ինչքան բաներից ենք փրկվել իրավիճակներից։ Ոչ գիտեմ, կարա լինի մեքենայի վթար, կարա լինի տարբեր տենց ինչ որ բաներ, բախում մեկը մեկի հետ, որ կարար մի հատ շատ վատ բան ստացվել, բայց Աստված հետաքրքիր ձևի միջամտեց եւ այդ կոնֆլիկտը օրինակ տեղի չունեցավ, հետո գալիս ես տուն ասում ես փառք ես Տեր ջան, ինչ լավ էր, ես ինչից պրծանք, չէ՞։ Ասենք մենակ մահվան ելքով կներեք այդ բաները չնայենք։ Այն փոքր աննշան թվացող, որ մեզ թվում է դե տենց էլ պետքա լիներ, կներեք, բայց կողքիդ հարևանի մոտ տենց չի լինում։ Բայց քո կյանքում լինում է ինչի, որտեղ խոստում կա, խոստացել է, պահում է մեզ։ Ամեն։ Երբեմն էլ երեք զրուցում ենք տենց մեկի հետ, ասում է, լսի, սենց մի բան կար, տեսա, հետո ասեցի, ես էդի փաստորեն չեմ օգտագործել, ասում տես փոքր աննշան բան է թվում, բայց Աստված միտքդ փակել է, որ դա չօգտագործես, փաստորեն պարզվում է, որ հիմա համաշխարհային մասշտաբով ամբողջ այդ ֆիրմայի կրեմները հավաքել են, որովհետև ինքը իր ներսում քաղցկեղածին երևի տեսած կլիներ, նյութ է պարունակում։ Միացյալ Նահանգները կոնկրետ բոլոր, ասենք, դեղատներից դա հավաքել է։ Ինքը մաշկի համար, ասենք, բժշկական կրեմ է ֆիրմայի, հա։ Հիմա զգուշացում կա այդ մասշտաբի, այսինքն համաշխարհային առողջապահության այդ ընկերությունը հստակ ինքն էլ ասում է, լսի, մեր տանը կա, ուղարկել էին,
Բայց ես ասում եմ մի ձևի դուրս չեկա ու պրիտոմ երեխայի համար պետք է օգտագործեր։ Ասում տենց դրել եմ գնացել այս մի տարիա չեմ օգտագործում, ամբողջական ինքը կա։ Ասում ինքը պատմում է, սովորական բան է, չէ, ինչքան տենց պատմություններ եք լսում, բայց իմ միտքը միանգամից բան էր, ասում տեր, էսի սովորական է թվում, բայց անգամ դու մեր միտքը կարող ես փակել մեզ վնաս տվող բանից։ Եկեք տենց փուճուր բաների մեջ տենանք Աստծո ձեռքը, ամբողջ օրը փառաբանելով ման կգանք Աստծուն ժողովուրդ։ Ոչ թե դե տենց էլ լիներ, ով ասեց։ Ով ասեց, որ պետքա լիներ, կարող է եւ չլիներ։ Ինչի մենք ապրենք այնպես, կարծես թե մենք կախում ունենք դրսից եկող իրավիճակներից։ Եւ Պողոս Առաքյալը երբ որ այդ համարը գրում է, երրորդ գլխի առաջի համարից էլի Կողոսացիների մեջ են։ Արդեն ասում է, լավ, այս ամեն ինչը հետո, եթե Քրիստոսի հետ դուք հարություն եք առել, դուք դավանում եք, չէ՞, այո, մենք հարություն ենք առել։ Ուրեմն ասում փնտրեք այն, ինչ վերևում է, վերևում է, երբ եմ փնտրել վերջի անգամ վերևում, այսինքն երկնային է, այսինքն հոգևոր է, որտեղ Քրիստոսն է, Աստծո աջ կողմում նստած։ Հալելույա։ Վերևում եղած բաների մասին մտածեք, սա որ ներքև եղած բաներն են մտածում, ես սերեն, եւ ոչ թե այն, որ երկրի վրա է։ Պողոս Առաքյալ ջան, ես ինչ ես ասում, հեշտ չի, բայց ինքը պարտավոր է զգուշացնել եկեղեցուն, որպեսզի ճիշտ ուղղության վրա գնա։ Որովհետև դուք մեռաք եւ ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծո մեջ։ Բայց երբ Քրիստոսը մեր կյանքը հայտնվի, այն ժամանակ էլ դուք էլ նրա հետ փառքով կհայտնվեք։ Ինչ խոսքեր են։ Որոնք քիչ երկար մտածում ես, գլուխը չի տեղավորում ես խոսքերի այս հայտնության ճոխությունն ասեմ, արժեքը ասեմ, բայց մենք կարդում ենք ու անցնում ենք առաջ։ Վերինները մտածեք, Տեր, ես շատ քիչ եմ վերինների մասին մտածում, եկեք ես ինձնից խոսամ։ Իմ օրը անցնում է ավելի շատ այս երկրի վրա եղած բաների մասին հոգ տանելով։ Էլ եմ ասում, պիտի հոգ տանենք, դա տրված է մեզ, մեր պատասխանատվության տակ է ամեն բան, ինչ որ մենք պետք է անենք։ Բայց առաջինը ինչի մասին ենք մտածել։ Լավ մտածեցինք, բա այն, բա Տերը, բա հոգևոր արժեքները, բա մեր հոգիների փրկությունը, բա երկինքը, որ մեր համար տներ կան պատրաստված։ Կներեք, կարող է սա իմ անձնական կարծիքն է, ուզում սխալ չհասկանաք ինձ։ Տան մասին վերցնենք, ով տուն չունի, ես աղոթում եմ ու հռչակում եմ, որ ունենա լավագույնս, որպեսզի իրոք վայելի, թող լինի, հանկարծ ինձ սխալ չհասկանաք, բայց եթե չլինի էլ, մի հատ եկեք էս է, մենք այդ տարբերակոս, չէ, մենք այդ մասին չենք մտածում, բայց կներեք էլի, ասենք ջայլամի նման չենք կարող ապրել, ջայլամի տեսել եք ինչ անում, ես այդ օրինակը շատ եմ բերել, գլուխը մտցնում ավազի մեջ, ասում եմ սա լավ է, կողքը փոթորիկ, սպանում են իրար, մորթում են, իրան թվում է, որ ինքը դա չի տենում, դեռ չի լինում ոչ մի բան, բայց իրականություն կա։ Եթե այդ ամեն ինչը օրինակի համար եմ ասում, չլինի, եթե գլխանց իմանանք չլինիք, թողենք կգնանք, զգացել եք, եթե դա Տերը պահում։ Ես նկատել եմ, Աստված գիտի մեզ ինչքանով, որտեղ ինչա պետք այդ կարողությունը։ Բայց չի բացառվում, չէ, որ չլինի, ասենք մարդը իր ամբողջ կյանքում օրինակ վարձով ապրեց, մահացավ այդ մարդը։ Մի իր համար եկալ ենք այդ մարդուն։ Տուն ունեցավ, չէ, չունեցավ, էլի մի փաստը։ Ուզում ասեմ, կարող է եւ նման իրավիճակներ լինել։ Իսկ եթե ոչ, այդտեղ երևում է մենք վերիններն ենք, թե ներքևիններն ենք, եկեղեցի։ Եվ այդտեղ երևում այդ նյութականի եւ հոգեվորի հավերժական այսպես պատերազմը, որ անընդհատ կա, առաջի դարից կա։ Բայց որպես Աստծո ծառաներ, Պողոս Առաքյալը եւ մնացածը իրենք չէին դադարում այդ ժողովրդին, այդ ամեն խնդիրների մեջ ապրող ժողովրդին հայացքները երկինք ուղղեն։ Ոչինչ։ Ասում է Պողոս Առաքյալը ներկա չարչարանքները չեն էլ համեմատվի գալիք փառքի հետ։ Տեսիք, կներեք, բոմ խոսքա։
բայց որ լավ չես, գալիք փառքը, ես ինձ պետք է տենամ, հա դա գալիք փառքը, անգիր գիտեմ, հիմա ապրեմ էդի, ապրեմ, ներկա չաչարանքս գալիք փառքի հետ չի համեմատվելու, ուժեղ հայտնություն էր սա, մենք քանի որ ֆիզիկական մարմին ենք, դրա համար մեր կոնտակտ անդադ ֆիզիկականի ու մարմնավորի հետ ավելի շատ, մենք հոգու ոլորտում ենք այս ամեն ինչը ճիշտ ընկանում, բայց երբ որ հոգու մեջ չենք լինում, բալանսը կորում է, եկեք սիրելի եկեղեցի, մենք իմանանք մի բան, Տերը հաղթել է, այդ հաղթությունները ինձ ու քեզ է տվել, կարողությունն էլ եւ անելու ցանկությունն էլ, ասում եմ ես դրել եմ ձեր մեջ, այսինքն մենք չենք կարող ասել, դա ոնց անենք, դրել է, ուզենք թե չուզենք, եթե մենք մեր ազատ կամքով ընտրում ենք իրան եւ ընտրում ենք ավելի սրանից հետո տեղ տանք վերիններին ինչ որ ասվեց գանձեր դիզենք երկնքում ոնց որ ասվեց տեսեք մեկ-մեկ կարդում ասում ես ինչ հին վաղուց չլսված վաղուց ինձ պատգամներ չենք լսել ինչ որ գիտեք ինչի որովհետեւ ուղղությունը եկեղեցական անգամ պատգամների թեկուզ եթե ինտերնետով էլ ինչ որ բաներ նայում եք sense ուրիշ տեղ է տանում մեկ է sense մի բան դու ինքդ կարդում ես լսում ես ասում ես լսի բայց իսկականից է մարդ գանձե վաղուց ես համար ես իմ համար եմ ասում չենք հիշել որ երկնքում դիզեն որ մեր սիրտն էլ այնտեղ լինի կամ մտածենք ավելի շատ հոգևոր բաների մասին երկնքում եղողների մասին ավելի շատ որտեղ ասում եմ որտեղ Քրիստոսն է հոր աչում նստած Այստեղ գիտեք ինչ ա գալու, ամեն բան իմ ներսում սկսեց վերաիմաստավորվել, ես սկսեցի ինքս իմ վրա ուղղակի սենց աշխատել, որ ավելի շատ ես ինքս ինձ կենտրոնացնեմ ես, որովհետև ես ինձ սա եղավ, կենտրոնացնեմ այդ հոգևոր արժեքների վրա, հա նյութականի հետ ուզեմ չուզեմ բախվում եմ, ուզեմ չուզեմ, որովհետև ապրում եմ կներեք այս նյութական աշխարհում։ Քրիստոսն ինքն էր քարոզը կարդացինք լեռան, ինչի մասին էր, ձեր հագու կապ, ձեր ուտելիք, դա երկնային է։ Երկնքի ուտելիքի մասին էր խոսքը, ոչ, երկրի վրա ապրած ձեր անդրադառնում էր կենցաղային հարցերին, փոքր հարցերից սկսած, մինչև ավելի գլոբալ կարևոր հարցեր, արդեն մինչև մարդ-մարդ փոխհարաբերություններ, բայց ինքը միշտ էր անդրադառնում նյութականին, ֆինանսականին, եթե նկատել եք, որովհետև ինքը տեսնում էր այդ ժողովրդին, ասում եմ դուք իմ հետևից եկել եք, որովհետև հաց տվեցի, կերակ կշտացեք, պատկերացնում եք մեկը ձեզ ձրի հաց տա, այն մարդկանց մտածելակերպը սոված եկել են Քրիստոսի հետևից ու ձրի հաց ու ձուկ։ Հաջորդ օրը ասում եմ լսեցին Հիսուսը անցել է ծովի մյուս ափը, պատկերացնում մեկ-մեկ բազմությունն է, ասում եմ ինչքան նավեր կար, լցվեցին անցան մյուս ափը։ Մենք տնենք ասենք, ալելույա, ինչ ծառայություն է եղել, ժողովուրդը գալիս է, բայց դե Տերը ասես դուք ոչ իմ համար եկաք։ Հովհաննեսի ավետարանում 6-րդ գլուխ։ Ոչ էլ անգամ որ հրաշքներ տեսակ եկաք։ Դուք հիմա եկել եք իմ հետևից, որովհետև ես երեք ձեզ հաց եմ տվել։ Կերել եք, կշտացել եք։ Հացի խնդիր կա։ Նյութականը իրանց տանում էր Քրիստոսի հետևից։ Բազմությանը տանում էր Քրիստոսի հետևից նյութականը։ Եվ շատ քչերին հենց իրա անձը, իրա համար էին գնում։ Դրանք մատերի վրա հաշված մարդիկ էին։ Հիմա էլ այդպես բան չի փոխվել։ Բայց ես ուզում եմ, որպեսզի մենք քաջալերված լինենք այսօր նրանով, որ եթե Տերը մեզ մի բան է ասում, այդ կարողությունը մենք ունենք։ Եվ մենք որպես Աստծո եկեղեցի վերանայենք մեր ընթացքը եւ ավելի շատ սկսենք մտորել, այո, մտածելով նաեւ մեր աշխատանք, ինչի՞ չէ ավելի առաջ գնալ, ես գիտեք, նման բաների շատ կողմ եմ։ Սովորել, կրթվել, դուք լավ գիտեք, կարդալ, ես միշտ եմ նման բաներին կողմ, դրա մասին չի խոսքը։ Դա իր տեղում, բայց հոգևոր արժեքներին իմ ամբողջ խնդիրը պատգամի նպատակը սա է, որ մենք ավելի հոգևոր արժեքների վրա դնենք մեր կենտրոնացումը, մեր անհատական կյանքում եւ կտեսնենք, որ եկեղեցին գնում է այդ ուղղությամբ։ Սկսած ծառայողական թիմից, այդ ծառայողական թիմներ, այդ ամբողջ կաշառները տալիս է եկեղեցու ժողովրդին բնականում։ Եվ կտեսնենք, որ եկեղեցին սկսում է աստիճանաբար ետ դառնալ այն նոր կտակարանյան մաքրությանը, որի սկզբանե տենց է Տերը ուզում, որ եկեղեցին առաջ գնա։ Ամեն։ Եվ դու դա կարող ես։ Ամեն։ Պարզապես այդտեղ մի բան, պիտի սենց
գծվի իր տեղը, այն որ գնացել է հետին պլան, գա առաջի պլան, այսինքն Աստված եւ Աստվածայինը հոգեվորը, այն որ սենց խառնվել է, մնացածը աստիճանաբար ժողովուրդ կընկնի իր տեղը։ Եթե Տերը առաջին տեղում է, մեր կյանքը շատ բալանսավորված գնում է առաջ։ Միշտ հիշեք։ Տերը օրհնի ձեզ, եկեք գանք Տիրոջ առաջ ու ասենք Տիրոջը, որ այո, ես ուզում եմ այդպես լինի, եթե իհարկե ուզում եք։ Եվ Աստծո խոստումը իմ եւ քո համար այդտեղ է, որ խնդրեք, հիշեք, Հիսուսն ասեց առաջին համարի մեջ։ Նախ երկնքի արքայությունը եւ նրա արդարությունը խնդրեք եւ մնացածը ինչի կարիք որ դուք ունեք, ավելիով Տերը կտա ձեզ։ Ավելիով Տերը կտա քեզ։ Կարող ես մեկ երկուսին ասել. Տերը քեզ ավելիով կտա քո բոլոր խնդիրների ու կարիքների պատասխանը։ Ամեն։ Հավատում եք, չէ՞ որ կտա։ Ամեն։ Որտեղ ինքը արդեն իսկ հոգևոր դաշտում քեզ դա տվել է։ Եթե դու քո ձեռքը հավատքով մեկնես ու վերցնես, որտեղ դա քեզ է պատկանում, այն օրհնությունները ամեն, որ տրված էր Աբրահամին, պատկանում է ինձ եւ քեզ։ Մեզ ուղղակի պետք է այստեղ եւ այստեղ այդ համոզմունքը ձևավորել, որ այո, եւ հոգեվոր եւ նյութական Աստծո խոստացած բարիքները պատկանում են ինձ եւ քեզ։ Ամեն։ Բայց մի բան այնտեղ այն puzzle-ը հիշենք ու պատկերը ճիշտ կառուցենք։ Ամեն։ Thank you.